Կառավարությունը պետական բյուջեի պահոստային ֆոնդից կրկին խոշոր գումար կհատկացնի միլիարդներ փոշիացրած կոռուպցիոն սկանդալներով շրջապատված Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին (ԱՆԻՖ-ին)։ Շուրջ 84 միլիոն միայն կողմի չգործող ֆոնդի շահութահարկի վճարմանը։ Պետական բյուջեից հատկացվում է, ճիշտ է, նշվել էր 84 միլիոնը, բայց իրականում 123, մոտարապես 124 միլիոն դրամի պետական բյուջեից գումար է տրամադրվում շահութահարկ եւ այլ հարկեր վճարելու համար։ Այսինքն պետք է արձանագրել, որ մի հիմնադրամ, որը գործել է կառավարության ներքո, մսխել է հարկատուների գումարը 60 միլիոն դոլարից ավել, բայց դա բավարար չէ, լուծարման այս ամբողջ process-ի ընթացքում պետական բյուջեից հավելյալ գումարներ է գնալ։ Կառավարության հիմնավորմամբ ընկերությանը 2024-ի մայիս-դեկտեմբեր ժամանակահատվածի համար տրամադրված 1.7 միլիարդ դրամ դրամաշնորհը չի ներառել 2024 թվականի շահութահարկի գումարը։ Գործադիրի դեռ նախորդ ամռանը կայացրած որոշման համաձայն ԱՆԻՖ հիմնադրամը պետք է լուծարվեր։ Երեք հատկացված շուրջ 124 միլիոնը հենց ԱՆԻՖ-ի լուծարման գործընթացի շրջանակում տրամադրված գումարի հարկային պարտավորությունների մարման նպատակով է։ Պաշտոնական փաստաթղթերով տրամադրված 1.7 միլիարդից 1.2 միլիարդից ավելին 2024 թվականի օգոստոսի դրությամբ ծախսվել է վարկերի մարումների, տոկոսավճարների, տույժերի, աշխատավարձերի, վերջնահաշվարկների, արձակման նպաստների, վարձավճարների եւ այլնի համար։ Մնացորդը նախատեսված էր լուծարման գործընթացի հետագա ծախսերի համար։ Եթե այս տարվա համար 123 միլիոն էր, հաջորդ տարվա համար այդքան, մյուս տարվա համար այդքան, այսինքն քիչ հերիք բոլոր հարկատուների գումարները մսխել են, հիմա չենք էլ պրծնում այդ հիմնադրամից։ Փակելու համար գումարը տալիս են, չեն պրծնում։ Այս տարի այդ շահութահարկի մյուս հարկերի համար տալիս են, էլի չի պրծնում։ Այսինքն լուծարման process-ում նույնիսկ էլի հարված են հասցնում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին եւ հարկատուների գրպանին։ ԱՆԻՖ-ի խնդիրն ուշադրության կենտրոնում պահող ընդդիմադիր падգամավոր Աննա Գրիգորյանը հիշեցրեց, լուծարումը կարող է տարիներ տևել։ Ինչու որոշումից գրեթե 1 տարի անց ֆոնդը չի լուծարվել, Ազատությունը պետական գույքի կառավարման կոմիտեից ճշտեց։ Իրականացվում են լուծարման հանձնաժողովի ստեղծման նախապատրաստական աշխատանքներ, մասնավորապես ընթանում են դուստր ընկերությունների լուծարման կամ փակման աշխատանքները։ Լուծարման հանձնաժողովը մինչ օրս չի ստեղծվել, քանի որ արաբական Մազդար ընկերության հետ բանակցությունները շարունակվում են, պատասխանեցին պետգույքի կոմիտեից։ Այն, որ տապալված հիմնադրամի լուծարման գործընթացը կարող է երկար տևել, պարզ է դառնում նաև էկոնոմիկայի նախարարության պատասխանից։ Մեզ հայտնեցին, որ Մազդարի հետ բանակցությունները դեռ շարունակվում են։ Մազդարն ու ԱՆԻՖ-ը դեռ անցած տարի Իտալիի գյուղերից մեկում պետք է արևային կայան կառուցած լինեին, բայց մինչ օրս որևէ աշխատանք չի արվել։ Վերջերս էկոնոմիկայի նախարարությունը հայտարարեց, թե AIG1 արևային ֆոտովոլտային ծրագրի շինարարության մեկնարկը կտրվի հաջորդ տարվա սկզբին։ Անկեղծ ասած դժվար եմ պատկերացնում, որ այդ պրոյեկտը եւս հաջողություն ունենալու լիներ, մինչեւ այսօր կունենար, զուգահեռաբար ուզում եմ ձեզ հիշեցնել, որ նույն Մազդարը Ադրբեջանի հետ պայմանագիր է կնքել, կարողացել են իրականացնել իրենց պրոյեկտները, միևնույն ժամանակահատվածում Հայաստանում ուղղակի տապալել են բոլոր համագործակցությունները։ ԱՆԻՖ-ի ամենախոշոր ներդրումներից էր նաև Fly-Arna ազգային ավիափոխադրողի ծրագիրը, բայց այս ընկերությունն էլ լուծարման փուլում է, ընդ որում աշխատակիցները վերջերս Ազատությանը պատմել էին, թե դեռևս չեն ստացել իրենց հասանելիք աշխատավարձը։ ԱՆԻՖ-ը բազմադրվակ քրեական վարույթներով է անցնում, գործերը շուրջ 2 տարի ընթացքի մեջ են, բայց մեղադրյալներ մինչ օրս չկան։ Ֆոնդին առնչվող քրեական վարույթը 2023 թվականին է նախաձեռնվել։ Հիմքում ֆոնդի 2019-ից 2023 թվականներին տնօրենների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանի վերաբերյալ վարչական վարույթն է, հարուցված կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում։ Ըստ Ազատության եւ հետքի հետաքննությունների ԱՆԻՖ-ը Ավինյանի պաշտոնավարման ընթացքում ներդրումներ է հատկացրել նրա համադասարանցուն ու կնոջ ընկերուհուն պատկանող ընկերություններին։ Սակայն վերջերս Ավինյանը հայտարարել էր, թե ԱՆԻՖ-ի գործով իրեն առնչվող իրավական գործընթաց չկա, ավելին վստահեցրել էր, թե չի էլ կարող լինել։ Ես ԱՆԻՖ հիմնադրամից, ԱՆԻՖ ՓԲ-ից երբևէ աշխատավարձ չեմ ստացել եւ ԱՆԻՖ-ի մասով քրեական գործը թող ավարտվի, թող ամփոփվի, ես մանրամասն Ավինյան Գրիգորյանը գործի բացահայտման ձգձգումը իրավապահ համակարգի դանդաղկոտություն չի համարում, քանի որ մի շարք գործերով հստակ է ով է ղեկավարը եղել այդ ժամանակ, ինչ գումար է եղել, որը չկա, այլ կարծում է, որ ամենաբարձր մակարդակով անում են հնարավորը գործը չբացահայտելու համար։ Նա հիշեցրեց, որ անցած տարի վարչապետին հերթական հարցից հետո Տիգրան Ավինյանն ու ՊՎԾ-պետը հրավիրվեցին կառավարություն, ինչից ենթադրել էին, թե սայլը տեղից կարող է շարժվել, սակայն սայլը մնաց տեղում։ Հակառակ դեպքում Նիկոլ Փաշինյանը ինքը հետաքրքրված կլիներ, որպեսզի գործը բացահայտվի, հատկապես որ ամեն անգամ հնարավորություն ունենում եմ այդ հարցերը հղելու, ինքն էլ կարծես թե հասկանալով, որ այս գործը տեղից չի էլ կարող շարժվել, ուղղակի այսպես հիստերիայի մեջ է ընկնում։ Եթե ինքը ուղիղ ներգրավվածություն չունենար, ես կարծում եմ այս գործը ինչ որ փուլում արդեն կբացահայտվեր։ Մի քանի շաբաթ առաջ ազգային ժողով կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունից դուրս եկավ հենց կոռուպցիայի մասին հարցերից, որոնց մեծ մասը առնչվում էին ԱՆԻՖ-ին։
Այս միջադեպից մեկ օր անց մայիսի 8-ին գլխավոր դատախազը ազգային ժողովում չբացառեց, որ առաջիկայում Անիֆի գործով քրեական հետապնդումներ լինեն։